Հյուսիսային Աֆրիկայի արևից շիկացած անապատներում մի քաղաքակրթություն առաջացավ, որը պետք է ձևավորեր մարդկության պատմության ընթացքը հին Եգիպտոսը։ Գրեթե 3000 տարի Եգիպտոսը ծաղկում էր, թողնելով մեծ հուշարձաններ և խորը գաղափարներ, որոնք մինչ օրս կերում են մեզ։ Սա ոսկե փարավոնների, առեղծվածային աստվածների և հսկայական բուրգերի աշխարհ է։ Բայց սա նաև սովորական մարդկանց պատմությունն է, որոնց նորամուծությունները կառուցել են այս արտասովոր աշխարհը։ Հին Եգիպտոսը սկսվեց Նեղոսի երկայնքով գտնվող փոքր գյուղատնտեսական համայնքներից, ի վերջո միավորվելով լեգենդար թագավոր Նարմերի օրոք, մեր մոտ դրերահիմը թվականին։ Նրա պատմությունը բաժանված է հին, միջին և նոր թագավորությունների, յուրաքանչյուրն իր հաղթանակներով և մարտահրավերներով։ Եգիպտացիները առաջամարտիկ էին ճարտարագիտության, բժշկության, աստղագիտության և կառավարման ոլորտներում, մշակելով աշխարհի առաջին գրային համակարգերից մեկը և օրացույց, որը մինչ օրս գործում է։ Ուսումնասիրելով նրանց աշխարհը, մենք բացահայտում ենք բազմաթիվ գաղափարների արմատները, որոնք ձևավորել են մարդկությունը։ Եկեք մաքրենք ավազի շերտերը և բացահայտենք այս անհավանական քաղաքակրթության հրաշքները։ Հին Եգիպտոսը հասկանալու համար նախ պետք է հասկանալ Նեղոսը։ Այս հզոր գետը Եգիպտոսի կենսական ուժն էր, պտղաբերություն բերելով այլապես ամուլ հողին։ Ամեն տարի Նեղոսը հորթանում էր, թողնելով հարուստ սև տիղմ, քեմետ, որը հնարավոր էր դարձնում գյուղատնտեսությունը։ Գետի կանխատեսելի ցիկլը թույլ էր տալիս եգիպտացիներին առատ բերք հավաքել, ապահովելով բարդ հասարակություն։ Նեղոսը նաև Եգիպտոսի գլխավոր մայրուղին էր, հնարավորություն տալով տեղափոխել մարդկանց, ապրանքներ և հսկայական քարեր շինարարության համար։ Այն միավորեց թագավորությունը, հնարավոր դարձնելով մոնումենտալ շինարարական նախագծերը։ Եգիպտացիների օրացույցը և աշխարհայացքը ձևավորվել են գետի ռիթմով, ամրապնդելով նրանց հավատը տիեզերական կարգի, մատի նկատմամբ։ Նեղոսը ավելին էր, քան ջուրը, այն կյանքի աղբյուրն էր և հենց Եգիպտոսի խորհրդանիշը։ Առանց դրա, փարավոնների քաղաքակրթությունը երբեք չէր կարող գոյություն ունենալ։ Եգիպտական հասարակության գագաթին կանգնած էր փարավոնը, կենդանի աստված, մահկանացուների և աստվածայինի միջև կամուրջը։ Փարավոնի պարտականությունն էր պահպանել մատը, ապահովելով ներդաշնակություն, արդարություն և բարգավաճում։ Նա ղեկավարում էր քրոնական արարողությունները, հրամայում բանակներին, և նրա խոսքը օրենք էր։ Փարավոնները կրում էին կրկնակի թագը, խորհրդանշելով միավորված Եգիպտոսի վրա իշխանությունը, և պահում էին գավազանն ու մտրակը, որպես իշխանության խորհրդանիշներ։ Լեգենդար կառավարիչներ, ինչպիսիք են Խուֆուն, Հատշեպսուտը, Ախենատոնը և Թութանհամոնը, թողել են հարատև ժառանգություն։ Փարավոնի ինստիտուտը հազարամյակներ շարունակ ապահովել է կայունություն, Եգիպտոսը դարձնելով պատմության ամենահարատև քաղաքակրթություններից մեկը։ Փարավոնը Եգիպտոսի հավերժական փառքի կենդանի խորհրդանիշն էր։ Գիզայի բուրգերը Եգիպտոսի ամենահայտնի հրաշքներն են, փարավոնների համար կառուցված հսկայական դամբարաններ։ Մեծ բուրգը, որը կառուցվել է Չուֆուի համար, եղել է երկրի ամենաբարձր կառույցը գրեթե 4000 տարի։ Այս հուշարձանները նախագծված էին որպես փարավոնների մումիացված մարմինների և գանձերի հավերժական տներ, ապահովելով նրանց ճանապարհորդությունը դեպի հանդերձյալ կյանք։ Կառուցված հմուտ աշխատողների կողմից, ոչ թե ստրուկների, բուրգերը պահանջում էին հսկայական կազմակերպում և ճարտարագիտություն։ Աշխատողները արդյունահանում էին կրաքար և գրանիտ, դրանք տեղափոխելով Նեղոսի միջոցով։ Բուրգի համալիրը ներառում էր տաճարներ և ավելի փոքր բուրգեր, կազմելով փարավոնի անմահության մեքենա։ Հետագա կառավարիչները ընտրեցին թաքնված դամբարաններ, բայց բուրգերը մնում են Եգիպտոսի հավատի վերջնական խորհրդանիշը հավերժական կյանքի նկատմամբ։ Նրանց մասշտաբը և առեղծվածը շարունակում են գերել աշխարհը։ Քրոնը ներհյուսված էր եգիպտական կյանքի յուրաքանչյուր ասպեկտին։
Եգիպտացիները երկրպագում էին հսկայական պանթեոնի՝ Վա, Ասիրիս, Իսիդա, Հորուս, յուրաքանչյուրը վերահսկելով բնությունը և ճակատագիրը։ Թաճարները աստվածների երկրային տներն էին, որտեղ քրմերը ամենօրյա ծեսեր էին կատարում, պահպանելու աստվածային կարգը։ Հանդերձյալ կյանքը կենտրոնական էր։ Մահը անցում էր, ոչ թե վերջ։ Մումիացումը պահպանում էր մարմինը հոգու ճանապարհորդության համար, պաշտպանության համար կախարդանքներով և հմայություններով։ Երկու ճշմարտության դահլիճում սիրտը կշռվում էր մատի փետուրի դեմ։ Միայն արժանիները մտնում էին դրախ։ Այս հավատքի համակարգը ձևավորեց եգիպտական բարոյականությունը և նրանց մոտեցումը կյանքին և մահվանը։ Անմահության որոնումը սահմանեց նրանց քաղաքակրթությունը։ Բացի հուշարձաններից, Եգիպտոսի ժառանգությունը ներառում է ուշագրավ գյուտեր, որոնցից գլխավորը հիերոգլիֆներն են։ Այս բարդգրային համակարգը թույլ էր տալիս եգիպտացիներին գրանցել պատմություն, օրենքներ և կրոնական տեքստեր։ Գրագիրները, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ապահովում էին թագավորության գործունեությունը, գրելով պապիրուսի վրա և կառավարելով վարչարարությունը։ Եգիպտացիները գերազանցում էին մաթեմատիկայի, երկրաչափության և բժշկության ոլորտներում, մշակելով վիրաբուժական տեխնիկա և խիրճքսվպմեց օրվա արևային օրացույց։ Նրանց աստղագիտական դիտարկումները ուղղորդում էին տաճարների կառուցումը և գյուղատնտեսությունը։ Նորամուծությունները, ինչպիսիք են սև թանակը, եզանք հաշող գութանը և ֆայանսե խեցեղենը, բարելավեցին առօրյա կյանքը։ Այս գործնական ձեռքբերումները ամրապնդեցին Եգիպտոսի հիմքերը և ազդեցին ապագա քաղաքակրթությունների վրա։ Նրանց հնարամտությունը նույնքան հարատև էր, որքան նրանց հուշարձանները։ Գրավոր խոսքը ապահովեց, որ նրանց պատմությունները գոյատևեն հազարամյակներ։ Եգիպտոսի սիրտը նրա ժողովուրդն էր, ֆերմերներ, արհեստավորներ և ընտանիքներ, որոնք ապրում էին նեղոսի ռիթմով։ Եգիպտացիների մեծ մասը ֆերմերներ էին, մշակելով հողը պարզ գործիքներով և ապավինելով ամենամյա ջրհեղեղին։ Ընտանիքը կենտրոնական էր։ Կանայք իրավունք ունեին ունենալ սեփականություն և վարել բիզնես, ինչը հազվադեպ էր հին աշխարհում։ Արհեստավորները պատրաստում էին խեցեղեն, զարդեր և գանձեր տաճարների և դամբարանների համար։ Նրանց հմտությունները բարձր էին գնահատվում։ Քաղաքները եռում էին շուկաներով, երաժշտությամբ և խաղերով, ինչպիսին է սենետը։ Երեխաները խաղում էին խաղալիքներով, իսկ կատուները սիրելի ընտանի կենդանիներ էին։ Կյանքը դժվար էր, բայց լի էր համայնքով, ավանդույթներով և պարզ ուրախություններով։ Սովորական եգիպտացիների առօրյան կառուցեց նրանց քաղաքակրթության հիմքը։ Եգիպտոսի քաղաքակրթությունը ի վերջո մարեց նվաճվելով հույների, հռոմեացիների և ուրիշների կողմից։ Սակայն նրա ազդեցությունը տարածվեց աշխարհով մեկ։ Հույն փիլիսոփաները սովորում էին Եգիպտոսում, և նրա ճարտարապետությունը ոգեշնչեց հետագա կայսրություններին։ Աստվածային կառավարիչների, բյուրոկրատիայի և հանդերձյալ կյանքի մասին եգիպտական գաղափարները ձևավորեցին ապագա հասարակությունները և կրոնները։ Իսիդայի և Հորուսի պատկերները արձագանքում են քրիստոնեական արվեստում։ Դատաստանի և անմահության գաղափարները պահպանվում են բազմաթիվ կրոններում։ Եգիպտական կոթողները կանգնած են աշխարհի քաղաքներում, և մեր օրացույցը սերում է նրանցից։ Հիերոգլիֆները կորան, ապա վերագտնվեցին, վերակենդանացնելով հիացմունքն այս հին աշխարհի նկատմամբ։ Եգիպտոսի պատմությունը ներհյուսված է մարդկության պատմության կտորի մեջ։ Նրա նորամուծություններն ու գաղափարները օգնեցին կառուցել այն աշխարհը, որը մենք գիտենք։ Փարավոնների ժառանգությունը պահպանվում է մեր մշակույթում, լեզվում և երևակայության մեջ։ Ինչու է հին Եգիպտոսը դեռ գերում մեզ։ Նրա հուշարձանները մարտահրավեր են նետում ժամանակին, իսկ նրա արվեստը և գանձերը բացահայտում են հավերժությամբ տարված քաղաքակրթություն։ Եգիպտոսը և ծանոթ է, և օտար, նրա ժողովուրդը սիրում էր ընտանիքը և երաժշտությունը, սակայն ապրում էր կախարդանքի և աստվածների աշխարհում։ Նրանց ձեռքբերումները հիշեցնում են մեզ մարդկային ներուժի մասին։ Նրանք կառուցել են հրաշքներ տեսլականով և միասնությամբ։ Եգիպտոսի պատմությունը մարտահրավեր է նետում մեզ հարցնելու, թե ով ենք մենք և ինչ կարող ենք հասնել։ Կյանքի մեծ հարցերի նրանց պատասխանները գրված են քարի և պապիրուսի վրա, արձագանքելով դարեր շարունակ։
Քանի դեռ մենք մտածում ենք տիեզերքում մեր տեղի մասին, մենք կնայենք Եգիպտոսին ոգեշնչման համար։ Հարավոնների շուկները դեռ կանչում են մեզ ժամանակի ավազներից։